կարևոր ուսումնասիրության եւ նաեւ քննարկման հնարավորության համար դրականից սկսեմ ակտիվ քաղաքացիության հարթակի մասին խոսվեց օրինակ մենք կազմակերպությունը շատ օգտագործում ենք այս ներկայացնում երկրային պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպություն եւ առանձին դեպքերում նույնիսկ EOFS-ից կամ դայնելու հետ եթե համեմատենք շատ ավելի արդյունավետ է լինում բայց չէ կարևոր դա արձանագրել որ օրինակ feedback հատվածից երբ որ մենք թողնում ենք ինչ-որ մի բան արձագանք չենք ստանում եւ պետք է հետեւողականություն շատ բարբերաբար լինի նույնիսկ լինում են դեպքեր երբ որ շատ սիրողական պատասխան է դրվում այսինքն պետք է շարունակական մոտեցում լինի բայց ընդհանուր առմամբ ակտիվ քաղաքացի հարթակը շատ դրական պետք է գնահատել հաջորդ նկատառումը եւ նաեւ հարցի տեսքով պարոն Հովտանյան ձեզ ուղղեմ արդյոք ուսումնասիրության շրջանակներում դուք դիտարկել եք թե ինչպիսին է նույնանման բողոքների հետագիծը, հա, որ արդյոք ուսումնասիրություն կատարվում է եւ ինչպիսին է քաղաքապետարանի մոտեցումը այդ առումով, որովհետեւ էլի ասեմ մեր փորձից ելնելով մենք շատ անգամ համանման խնդիրներ օրինակ բարձրացնում ենք աղբամանների հետ կապված եւ հատային լուծում է տրվում։ Էլի այդ հոգ վիճակով, այսինքն մեկտեղ լուծումը արվեց, բայց ընդհանուր որ ասենք այդ խնդիրը բարձրացնելուց հետո խնդիրների վերլուծություն իրականացնող որպեսզի համակարգային որոշակի լուծում տրվի, դա դեռ չենք տեսնում եւ սրա հետ կապված նաեւ ուզում առաջարկություն կատարել առհասարակ բյուջեի շրջանակներում այս հարցին անդրադառնալու հետ կապված, որովհետեւ ծախսի եւ կարիքի գնահատում կարծես թե չենք տեսնում, ինչպիսին է կարիքը կոնկրետ աղբամանության հետ կապված, որովհետեւ շատ հաճախ նույնիսկ պատասխան ենք ստացել, որ այդ տեղում նախատեսված չէ բայց հարցը մի քանի անգամ բարձրացնելուց հետո նոր այդ հարցին լուծում տրվել է, այսինքն կարիքների գնահատում մինչև բյուջեի պլանավորում արդյոք կատարվում է թե ոչ եւ արդյոք public opinion survey-ները այս առումով օրինակ նույն Facebook-ով է սոցիալական հարթակներով կարող է կատարվել, որպեսզի հասկանանք քաղաքապետարանի ծառայություն ծախս վիճակը ինչպիսին է, եթե չի է կատարվում, արդյոք հնարավոր չէ այդ ամեն ինչը նախաձեռնել եւ ամենակարևորը համանման խնդիրների ուսումնասիրություն, որպեսզի համակարգային լուծումներ տրվեն, այսինքն ոչ թե հատային ինչ-որ մեկ աղբամանի հարց բարձրացնի, հետո նույնիսկ գրական ասեմ, նույնիսկ նկարներ են ուղարկում, որ տեսեք, այստեղ աշխատողները գնացել են, մաքրել են, բայց մեկ անգամ մեկտեղ մաքրելով համակարգային Երևանի մաքրության հարցը բնականաբար չի լուծվելու։ Շնորհակալություն։ Որքան ես հասկացա, խոսքը ավելի, եթե մենք թարգմանենք բյուջետային գործընթացների լեզվին, դա բյուջեի կատարողական այդ հաշվետվության ավելի լուրջ մոտեցումն է, այսինքն, երբ որ կա բյուջեի կատարողականը եւ ասենք ամեն տարի փետրվարին դա քննարկվում է, փետրվարի 6 մարտի սկզբին, ես արդեն նշեցի եւ պրեզենտացիայի ժամանակ, որ դա բավականին ոչ խորությամբ է արվում, ակտիվ չի արվում, ընդամենը մի անգամ 2-3 ժամով հավաքվում են, բնականաբար այն ինչ որ դուք ասում եք, դա անհրաժեշտ է շատ ավելի լուրջ ուսումնասիրվի այդ կատարողականը, ավելի մասնակցային լինի, բացի դրանից եւ դա շատ կարեւոր է, ես անընդհատ նշում եմ, վարչական շրջաններում դա պետք է նաեւ արվի, վարչական շրջաններում եթե դա չարվի ու հասնի մինչև երև քաղաքապետարան, ինձ թվում է սա ավելի շատ վարչական շրջանների մակարդակում հնարավոր է այսպիսի հարցեր լուծելը, դա մեկ եւ եթե մեկ էլ, ինչպես ես ասացի, մենք բյուջեի այդ կատարումը, execution բյուջեի այդ մենք չունենք մինչև հիմա մասնակցայնություն այդ ձեր ասածը շատ լավ կյանքի կկոչվի, եթե այդ փուլում էլ հնարավոր լինի մասնակցությունը։ Շնորհակալություն, շատ կարճ խնդրում եմ, ժամանակը վաղուց անցել ենք ուսումնասիրում։